Այսօր կխոսենք Միացյալ Նահանգների պետքարտուղարի Երևան կատարած այցի առանձնահատկությունների, ինչպես նաև ստորագրված փաստաթղթերի մասին մեզ հետ միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Կարապետյան, նախադեպ այցի առանձնահատկությունների մասին Մարկո Ռուբիոն Երևանում այդպես էլ չհանդիպեց վարչապետին, բայց ստորագրվեցին ռազմավարական փաստաթղթեր, մի տեսակ տարօրինակ չէ արդյոք։ Տարօրինակ է այն առումով, որ վերջի վերջո պետքարտուղարն է հեգեմոն գերտերության ժամանում քո երկիր, տրամաբանորեն, այո, սա այն իրավիճակն է, երբ որ կանխատեսելի եւ նախատեսելի էր, որ վարչապետը պետք է հանդիպեր, բայց քանի որ արարողակարգ չկար, հստակ կար, որ ընդամենը 1 ժամվա ընթացքում պետք է կնքվեն համաձայնագրերը, հետեւաբար հապճեպ կարգով կատարվել է ընդունելություն եւ ճանապարհում։ Հետեւաբար նաեւ իհարկե պատճառներ կարող են բերել, որ վարչապետը զբաղված է վաղվա միջոցառումներով եւ քանի որ տվյալ դեպքում պետքարտուղարն է գալիս, հետեւաբար իր գոլեգա արտաքին գործերի նախարարի հետ է հանդիպել, իրենց մագարտակում է, իրենց հարթության մեջ է, քննարկվելիք հարցերը եւ ստորագրվելիք պայմանագրերը, հետեւաբար ես այստեղ շատ լուրջ ինչ-որ խնդիր չեմ տեսնում մեծ հաշվով, բայց նորից եմ ասում։ Իսկ այցի հրատապության մասով ինչ կասեք։ Հրատապությունը, տեսեք, նախ հասկանում ենք, որ նա ժամանում էր մեկ այլ երկրից եւ նույնիսկ երբ որ նախատեսված էր գոնե 1 ժամվա հանդիպում, տևեց ընդամենը 40 րոպե, հասկանալի է, որ ընդամենը նախաստորագրված արդեն իսկ կամ պայմանավորվածություններ ձեռք բերված փաստաթղթերի շուրջ կար համաձայնություն, որը պետք էր պարզապես նրանց ստորագրությունը դնել, կնիքել, հետեւաբար արդեն իսկ նախապես ամեն ինչը կանխորոշված ստորագրվելու ենթակա էր, հետեւաբար Հայաստանով անցնելը այսպես դարձավ պայմանագիր ստորագրելու պատրվակ, հետեւաբար այստեղ բովանդակությունն է կարևոր հիմնականում, թե ինչի համար է եկել եւ ինչ է ստորագրվել, այլ ոչ թե ֆիքսվենք կոնկրետ ժամանակի կամ արագ մեկնելու մասին։ Ըստ էության շատ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, դրանց թվում համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Նման գործընկերություն կա Միացյալ Նահանգների, ասենք Վիետնամի եւ Ղազախստանի հետ եւ ելի մի քանի այլ երկրների հետ։ Մենք արդյոք չենք գերագնահատում ռազմավարական բառի նշանակությունը Վաշինգտոնի դեպքում։ Ընդհանրապես նայած, թե ինչպես սեփական ժողովրդին իշխանությունները ներկայացնում են այդ ձեր ասածը։ Շատ պաթետիկ, գեղեցիկ խոսքերով, որ այ տեսեք հեգեմոն գերտերության հետ մենք ունենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որը որ օրըստօրե ավելի ընդլայնվում է, շրջանակը մեծանում է, հետեւաբար ավելի վստահելի հարաբերություններ են, հետեւաբար նաև կա անվտանգության սեգմենտը հաշվարկված։ Այդ ամեն ինչը ներքին լսարանի համար ներկայացնում է, բայց դուք շատ լավ բան եք ասում, այո, դա շարքային աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող մի շարք պետությունների, այդ թվում Հայաստանի թիվս Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատում է, որը որ ոչ կարելի է ինչ որ ֆետիշացնել կամ գերագնահատել, ոչ էլ կարելի է թերագնահատել։ Այս պահի դրությամբ Ռուսաստանի գործոնը այստեղ Հայաստանը պարզապես Ռուսաստանի ուղեծրից հանելու ֆակտոր է։ Իհարկե, այդ հանգամանքը կա, այնպես ինչպես որ գոյություն ունի այն գաղափարը, որը ինչ որտեղ հիմնավորվում է նաև, որ հակաիրանական ճամբար նույնիսկ կարող է դիտարկվի Հայաստանի այս մասով, որքան էլ որ դիվանագիտական խողովակներով ներկայացվում է, որ բնավ սա հակաիրանական ոչ մի գործարք կամ գործողություն իր մեջ չի կրում, հա, թրիպի հատկապես մասով, բայց փաստը այն է, որ ռազմավարական եւ ռազմաքաղաքական դոկտրինը այլ բան է հուշում իրանական կողմին եւ ռուսական կողմին, ուրիշ բան թե մենք ինչպիսի արձագանք ենք տալիս եւ ինչպես ենք փարադում այդ մտահոգությունները, բայց որպես այդպեսին մենք հասկանում ենք ինչ նպատակ էր դրված տվյալ դեպքում Միացյալ Նահանգների համար այս մասով, հա, այսինքն կոնկրետ խոսքը վերաբերում էր կրիտիկական հանկանյութերի, ուրեմն մեր ընդերքի հետ կապված, հա, հազվագյուտ, ուրեմն մետաղների հետ համատեղ շահագործման, ընդերքի հետ տնօրինման, հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող պայմանագրեր, որոնք որ իրականում շատ մտահոգիչ ու տարակուսանք առաջացնում են։ Պարոն Կարապետյան, այդ մասին դեռ կխոսենք, դուք հիշատակեցիք այ թրիփը, եկեք նայենք այս պրոյեկտին գլոբալ տեսանկյունից։ Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանը արդեն հաստատվել է Կենտրոնական Ասիայում օգտակար հանածոների էներգառեսուրսների նկատմամբ վերահսկողությունը եւ այլն եւ այլն։ Իսկ Միացյալ Նահանգները փորձում է վերահսկել Չինաստանից այդ էներգառեսուրսները դեպի Եվրոպա արտահանվող միջանցքները եւ ճանապարհները։
որպեսզի այդ ռեսուրսները իրականում չանցնեն Իրանով կամ ասենք Ռուսաստանով շրջանցեն, այո։ Հիմա ըստ էության ստացվում է, որ այս TRIP կոչված ճանապարհը գլխավոր նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորումն է, այլ պարզապես Ռուսաստանին եւ Իրանին շրջանցելը եւ Հայաստանին դարձնել հակա-չինական կամ հակա-իրանական պլազդարմ ըստ էության։ Տեսեք, ձևակերպումներ կարող ենք բազմատեսակ տանք, բայց իրականում այո, շատ խորը հարց եք տալիս, իրականում եթե ամբողջ պատկերը փորձում ենք իմի բերել, այո, այս պահին առաջնահերթություն չի դադարվում, բայց այնպես էլ չի, որ ստորադասվում է հայ-ադրբեջանական հագամարտությունում իրենց խաղաղար գործառույթը եւ այստեղով յենտակառուցվածքների աբաշրջափակումը, մասնավորապես Հարավային Կովկաս, Կաբա, Բավել, Նախիջևան, Արևմտյան Ադրբեջան։ Այո, ստե ավելի շատ լուրջ գեոպոլիտիկ առանձնահատկություն կա, սա առաջնահերթ այս այցը պայմանավորված է ամերիկյան ռազմավարական տարածաշրջանին վերաբերող ռազմավարական իրենց շահերի սպասարկման մեջ, որը իր մեջ ենթադրում է, այո, շատ ճիշտ եք նշում, փորձելով շրջանցել այն հնարավորությունները, որը որ ստեղծել է Չինաստանը, ուրեմն կենտրոնական Ասիայի երկրներում, այսինքն ունի արդեն իսկ ռեսուրսները, բայց այդ ամբողջ տրանզիտի ապահովումը որպես միջանցք լոգիստիկայի ապահովումը Հայաստանի մեջով, որը ամենակարճ ավելի հասանելի ճանապարհ է, օգտագործելով Ադրբեջանի տարածքը, շրջանցելով Իրանը եւ Ռուսաստանի տարածքները, ուրեմն ուղիղ Թուրքիայի միջոցով, ուրեմն հաբ ստեղծելով իր ապրանքների տեղափոխումը դեպի ուրեմն Եվրոպա։ Այո, այս մասով հստակ անգամ ուղերձի տեսքով մենք տեսնում ենք, որ նրանց գերնպատակը հենց դա է, ու նպատակը Հայաստանը որպես այդպեսին ծառայեցնել այդ իրենց գեոպոլիտիկ աշխարհակահաղական նպատակների իրականացմանը, եւ ես այստեղ հատուկ նաեւ ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել եւ մեր հերոստատիտողի, որ այո, այստեղ որքան էլ TRIP-ի շահագործման մասին եւս կնքվեցին որոշակի պայմանագրեր, այս մասով նաեւ կա հստակություն։ Տեսեք, ես իմ խոսքում նշեցի, որ կրիտիկական մետաղների հանքանյութերի համատեղ շահագործման ուրեմն պայմանագրեր են կնքվել, ընդ որում Հայաստանի ընդերքը դա ռազմավարական, գիտեք, կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար, ընդ որում պետք է ճակերտներ բացվեն, թե ինչ պայմանավորվածություններ կան, ինչ տնօրինման, ինչպիսի կառավարման եւ այլն, հարցի մյուս կողմը, բայց երբ որ նայում ենք գեոպոլիտիկ տեսանկյունից, տեսեք, նույն վարկագիծը Միացյալ Նահանգները դրսևորել է Կոնգոյում, օգտակար հանածոների հետ կապված, նույնը Աֆղանստանում, Իրաքում գիտենք ինչ է արել, այսինքն բնական ռեսուրսներին տիրապետելու արաբական երկրներում ընդ որում, այո, Պարսից ծոցի ավազանի երկրներում եւ հասկանում ես, որ բացի այն, որ այո, դա Իրանը շրջանցելու, հակաիրանական անգամ կոալիցիայի մեջ Հայաստանին, այսպես ասած, տեղավորելու, այսպես ժողովրդական լեզվով ասած թաթը դնելով Հայաստանի ընդերքի ու օգտակար հանածոների ռեսուրսների վրա, հասկանում ես, որ առաջնահերթ իրենց գերնպատակը այսպես խավորություն, անվտանգության խավորություն ստանձնելով Հայաստանի ռեսուրսներին տիրապետելը տնօրինել։ Այնպես ինչպես ուղիղ տեքստով այդ մասին ակնարկվել է Իրանի մասով, որ իրենց համար գերնպատակը Իրանի օգտակար հանածոներն են։ Այդ թվում նավթը։ Դուք ասացիք, որ ստորագրվեց նաև կարևորագույն հանքանյութերի մասին հուշագիր, միներալներ, հանքանյութեր, մետաղներ։ Մարկո Ռուբիոն Երևանում հայտարարեց, որ սրանով երկրները կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել։ Ումից։ Շատ լավ հարց է, կարող եք պատասխանել։ Դե տեսեք, հիմա դե Ռուսաստանից, նախ գիտեք, կա այստեղ կա երկակի ստանդարտներ, արևմտամետները, պսևդո արևմտամետները հենց դա են, չէ, խաղարկում ու շահարկում, ասում են, դե տեսեք, մենք ռուսական ծիրից վերջապես դուրս են գալիս, բայց այսինքն իրենք տեղափոխություն է լինում հեգեմոն գերտերությունների, իրենք ավելի համաձայն են Ռուսաստանը դուրս գա, ընդ որում բազան դուրս գա, ռուսական ոչ մի ուրեմն կաբող օղակ չլինի տվյալ դեպքում, տնտեսական առավելևս, բայց Միացյալ Նահանգները այստեղ ներկայացված լինի, անունը դնենք առևտուր, գեղեցիկ փաթեթավորելով, որ դա էներգառեսուրսների մասին է, այստեղ էներգառեսուրսների տիրապետման մասին է, բայց Միացյալ Նահանգները ել եմ կրկնում գործող իշխանությունների հետ, որի գերնպատակն է իրենց համար որպես իրենց քիմքին հաջող իշխանություններ վերարտադրվեն, իրանց հետ ունեն պայմանավորվածություններ եւ գեղեցիկ փաթեթավորելով այս ժողովրդին ներկայացնելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսության ձեռքբերման, թռիչքային ուրեմն զարգացման մասին այդպիսի գեղեցիկ ինչ-որ խոսքեր, պաթետիկ խոսքեր, բայց այդուհանդերձ տնօրինման են տալիս Հայաստանի ընդերքը։
որը որ Հայաստանի սեփականությունն է եւ դա ռազմավարական տեսանկյունից հիմա այդ ընդերքը եթե շահագործվի ըստ էության դա մի տեսակ գաղութատիրական երկրներին բնորոշ ինչ-որ տպավորություն չկա, երբ Հայաստանը փաստորեն պետք է շահագործի էկոլոգիան վնասելով, շրջակա միջավայրը վնասելով, հարևանների դժգոհությունը անդադ հարուցելով, բայց հումքը ստանա, ասենք, մեկ այլ պետություն, նկատի ունեմ տվյալ դեպքում Միացյալ Նահանգները։ Հաստատի մեզ հենց հիմա դա են հրամցնում, ել եմ կրկնում գեղեցիկ ձևակերպումներով, որ դա բացառապես Հայաստանի ժողովրդի եւ պետության ազգային ու պետական շահերից է բխում, բայց ես իմ խոսքում ինչի նշեցի, օրինակ Միացյալ Նահանգները հիմնականում այդ 60-ականներից սկսած աֆրիկյան երկրների հանդեպ են այդպես, հա, նույն Ադամանդի հումքը ստանալը, Կոնգոյում հատկապես, այո, Զիմբաբվեում, Զամբիայում եւ այդ երկրներից հետո հիմա հասկանալի է, որտեղ կան հազվագյուտ մետաղներ, որի կարիքը կա, այդ տեսեք Հայաստանում այդ չիպերի արտադրման, հա, խոսքեր գնում, որ նախապես արդեն պլանավորումը ի գործ է արվել եւ ստացվում է, որ համագործակցությունը ստացվել է։ Հիմա դա արվում է այդ միկրոչիպերի արտադրման համար, հենց այդ բնական հումքերը դրա համար։ Հումքը դրա համար։ Հասկանալի է, որ դա առաջնահերթ ներկայացվելու է իդեմս հայ ժողովրդին սպասարկման համար, որ սեփական ռեսուրսը, սեփական անդերքից ստացված ռեսուրսը օգտագործվելու է Հայաստանի համար, բայց այդտեղ ոնց որ համաձայնություններ կար օրինակ թրիպի շահագործման համար, այնտեղ 76-24, եթե չեմ սխալվում, բան, նույն տրամաբանությամբ գուցե եւ կա ներքին հետկուլիսային պայմանավորվածություններ նաեւ ընդերքի օգտագործման։ Այստեղ է որ ես տարակուսանք եմ հայտնում եւ կոչ եմ անում իշխանություններին օր առաջ հրապարակեն այդ փաստաթղթերը եւ պայմանավորվածությունները։ Փաստաթղթերը հրապարակվել են, նախորդին արդեն հրապարակվել։ Փաստաթղթերը հրապարակվել են, բայց ես այդտեղ մենակ չեմ տեսնում, այսինքն դա կմախքն է փաստաթղթերի։ Եթե դուք կարծում եք մութ կողմերը, որով եթե անը չդնենք մութ կողմեր, հետ կուլիսային պայմանավորվածություններ, որտեվ ուրիշ բան սևը սպիտակի վրա գրված է տեքստը, կմախք տեսքը, ուրիշ բան թե ինչ են այդ գործառույթները ինչպես են իրականացնելու, ինչ կառույցներ են իրականացնելու, այդ մասին չկա պայմանագրերում։ Պարոն Կարապետյան, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուբիոն եւ Միրզոյանը քննարկել են նաեւ Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Տարօրինակ չէ սա։ Տարօրինակություն չեմ տեսնում, որովհետև այս դեպքում դեռևս J.D. Vance-ն էլ երբ որ ժամանել էր Հայաստան, բացի բաց խոսում էին հայաստանյան գործող իշխանությունների վերարտադրության ցանկության մասին իրենց։ Դա Միացյալ Նահանգների ցանկությունն է, հետեւաբար նրանք անկաշկանդ ու թափանցիկ կերպով աջակցություն են ցուցաբերում, ընդ որում աջակցության եւս մեկ դրսևորում էր նաեւ սա, որքան էլ որ նպատակը այլ էր, հա, կոնկրետ նպատակ կար եկան, բայց իհարկե նաեւ իշխանությունները թե ինչպես կներկայացնեն, ընդ որում վաղն էլ գիտեք միջոցառումներ են տեղի ունենալու, այդ ամեն ինչը պետք է սեփական ժողովրդին կերակրեն գեղեցիկ ձևով, որ տեսեք մեր մոտ ժողովրդավարությունն է, մեր մոտ կա հեգեմոն գերտերության հետ ռազմավարական բարձր մագարտակի հարաբերություններ, ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվեն, որ իրական խաղաղությունը այսա է, հետևաբար այս համատեքստում մենք անում ենք ճիշտ դիվանագիտական քայլեր, մենք մեր ժողովրդին ճիշտ ուղու վրա ենք դրել։ Ակնարկեցիք վաղվա միջոցառումները, վաղը եւ մյուս օրը միջոցառումները Աստանայի մասին եք եւ Աստանայում տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովի, որի մասնակցությունը չի ունենալու հայկական կողմը, որ ըստիս շատ մեծ սխալ են գործում ու շատ պրիմիտիվ պատճառաբանությունով, հա, մասնակցելու է, լավ է որ որոշումը փոխեցին, որ գոնե Մհեր Գրիգորյանը պետք է գա։ Բայց հարցի կարևորությունն է այստեղ։ Հիմա ռուսական կողմը ինչպես կարձագանքի ամերիկյան նախ այս ներգրավվածությունը տարածաշրջանում եւ հնարավոր է որ հստակ եւ կոշտ լուծումներ պահանջեն Հայաստանից։ Այո, չի բացառվում, ոչ թե չի բացառվում, այլ վերջի իրենց քաղաքական վարկագիծը բարձրաստիճան ղեկավարների կողմից հենց դրա մասին է։ Տեսեք, իրենք ավելի թափանցիկ են այս հարցում։ Նրանք ասում են կողմնորոշվեք։ Ընդ որում խոսույթը տեղափոխվել է այլ դաշտ։ Եթե օրինակ հայկական կողմը ասում էր հապկի մասով, օրինակ ասում էր մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները հապկի հետ, ընդ որում քաղաքական հայեցակարգում չկա նման տերմինաբանություն սառեցնել հարաբերությունները վերպետական կառույցի հետ, նրանք հիմա այսպես բումերանգային նույն խոսույթով են ներկայանում, ասում են դե մենք եք սառեցնենք ԵԱՏՄ-ում ձեր ներկայացվածությունը, այսինքն այնտեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ԵԱՏՄ կանոնակարգով եւ ընդհանրապես վերպետական կառույցների կանոնակարգում չկա անգամ կոնսենսուսի արդյունքում հանրաքվեի միջոցով իրենց, հա, ներքին քվեի միջոցներով, ուրեմն մի երկրի դուրս հանել կազմից,
Հետևաբար նրանք այլ վարկագիծ են դրսևորում, այսինքն դուք ինքնակամ չեք գնում, որտեղ պրակտիկայում ինքնակամ ստիպում են քաղաքական ճնշումներ բանեցնելով, ուլտիմատումների բերելով, որ հենց այդ պետությունը իդեմս ղեկավարի հրաժարվի եւ դուրս գա այդ կառույցից։ Բայց այս մասով նրանք թողել են, այն որ ասում է գնդակը թողել են հայկական կողմի դաշտ տրամաբանորեն ասելով, որ երկու աթոռների վրա հայտնի խոսույթ է, չի կարող տեղի ունենալ, այսինքն կողմնորոշվեք, այնպես չի, որ ձեզ համար կոմֆորտ է այս պահին, որովհետև տնտեսական բարիքներից եք օգտվում ԵԱՏՄ-ի ու ամբողջ ձեր կապը առևտրաշրջանառության Ռուսաստան, մասնավորապես Ռուսաստանի հետ է եւ հիմա դուք ասում եք դե Եվրոմիությունը երբ մեզ ընդունի, չընդունես դե մենք կշարունակենք։ Նրանք ասում են կողմնորոշվեք, այդպես չի լինում։ Այսինքն մենք այստեղ կոնֆորմիստական վարկագիծ չենք դրսևոր, երբ ձեզ ոնց հարմար է։ Որոշեք, հետևաբար ամսի 28-ին ես ավելի քան վստահ եմ, որ կտրականապես դրվելու է այդ հարցը մինիմում Մհեր Գրիգորյանին մեսիջը կլինի, որ գնալ Երևան կոնկրետ հղումը տալ, թե ինչ եք որոշում եւ ինչ որտեղ նաեւ գուցե ժամկետներ ասեն։ Սեմ ժամկետներ։ Միացյալ Նահանգների մասով էլ այո, այդ գիտեք ինչ, ես կարող եի ասել, որ գիտեք քենապահություն, վրեժխնդրության, այնտեղ խանդի տեսարաններ, բայց անգամ եթե նույնիսկ ռուսական կողմից նման վարկագիծ դրսևորվի, դա շատ ավելի ցավոտ է լինելու կոնկրետ հայ ժողովրդի համար։ Տեսնում ենք Լարսը փակելով ինչ եղավ, տեսնում ենք մարքեթ-փլեյսերի աշխատանքը ոնց է, հա, այսինքն ամբողջությամբ կոլապս, նաև այդ մասին ակնարկ եղել, որ շուկայական գնի գազը պետք է վերանայեն ու վերանայումը նույնիսկ կարող է լինել ամսի 28-ին։ Ավելի ճիշտ, իրանք ասել են, իհարկե վերջնական որոշումը կայացնելուց հետո կվերադառնան այդ թեմային, բայց ակնարկը ուղիղ եղել է, գազի թանկացում լինելու է։ Պարոն Կարապետյան, վերջին հարց, բաց տեքստով, եթե մի կողմ դնենք դիվանագիտական ժեստերը եւ խոստումները, իրականում ինչ ստացավ եւ ինչ կորցրեց Հայաստանը Ռուբիոյի այցով։ Մեզ իրական անվտանգություն ըստ էության չտրվեց։ Ռազմավարական գործընկերության համաձայնագիր հուշագիր ստորագրելով մենք անվտանգության երաշխիքներ չստացանք ամեն դեպքում։ Մենք թույլ ենք տալիս, որ Միացյալ Նահանգները իր շահերը պաշտպանի, մեր տարածքով էներգա ռեսուրսներ տեղափոխի։ Պետական ազգային շահերի համար հարավային Կովկասում է։ Իսկ մեր հարաբերությունները ըստ էության վատանում են եւ օրեցօր վատանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկու հարևան երկրների։ Շատ հնարավոր է նաեւ Իրանի հետ։ Որն է լինելու աշխարհակաղակական գործարքի իրական գինը մեզ համար։ Իրականում դուք նաեւ շեշտեցիք Վրաստանի հանգամանքը։ Վրաստանը եւս շատ դժգոհ է, որովհետեւ մինչ այս միջին միջանցքի տրամաբանությունը, եթե այդպեսին կար, մեկ կոդի մեկ ճանապարհ չինագանը, դա նախատեսում էր Վրաստանի տարածքով անցնել նաեւ, հա, Ռուսաստան-Վրաստան եւ այս մասով, որը երկար է, ու այստեղ կիլոմետրաժների խնդիր կար անգամ։ Եվ այստեղ այնպես է, որ Վրաստանն է որպես մեծ հյուսային հարևան եւ բարեկամական երկիր, փշերով է սա ընդունում։ Շատ սրերով ընդունում եւ դա տրամաբանորեն մոդ է, որքան էլ իրանք կառուցեցին պրիտոմ հայտնի ուրեմն Քութայիսի բաթում ամբողջ երթուղին, հա, որպեսզի սպասարկեին։ Այդ ամբողջ ծախսերը անելուց հետո նրանք կոտրված տաշտակի առաջ են կանգնում այս առումով։ Այսինքն սա մենակ խնդիրը չի Ռուսաստանի եւ Իրանի, սա նաեւ Վրաստանի հետ կապված խնդիրն է։ Հիմա ըստ էության, եթե ամփոփենք, մենք ինչ ստացանք։ Մենք մեծ հաշվով գիտեք ժամանակավոր ինչ ստացանք, կարող ենք ասել ինչ կորցրեցինք։ Ժամանակավրեպ է ռեալ փաստերով, հա, կետ առ կետ, այսինքն մասնագիտական վերլուծության արդյունքում հստակ բան ասել, բայց այսօրվա ստատուս քվոյով մենք հետեւյալը ունեցանք։ Մենք ունեցանք դերևս վերացական անվտանգության երաշխավորության խավորություն, որը որ տպավորություն է ստեղծվել, որ Միացյալ Նահանգները զերծ է պահելու մեծ պատերազմներից, չի թույլատրելու որևիցե կերպ Ադրբեջանին իրենց այդպես ծավալապաշտական, հա, ուրեմն նկարտումները իրականացնելու Հայաստանի հաշվին, դա արդյունքում մենք ռազմավարական դաշնակցային հարաբերությունները մեկ այլ մակարդակի բերեցինք, որի արդյունքում հիմա համագործակցում ենք ուրեմն Միացյալ Նահանգների հետ, ընդ որում հատկապես դաշնակցային հարաբերություններ չեն։ Այո, անգամ եթե դաշնակցային հարաբերություններ են, նորից եմ այդտեղ վերապահումներ կա որոշակի։ Նորից եմ կրկնում, Միացյալ Նահանգները դաշնակցային հարաբերություններ ունի մի շարք այլ երկրների, թագավորության Կանադայի հետ ունի մի շարք երկրներ, ընդ որում այդ նույն երկրներին էլի սպառնում է, գիտեք, Կանադային էլ է սպառնում, թե 51-րդ նահանգը կդարձնեմ։ Վաղը մյուս օր այդ մարդկանց ոնց ինչպես քիմքին հաջող լինի, այդպեսի հայտարարություններ կային։ Այս պահին ուղղակի կա կանաչ լույս, որ որևիցե կերպ
ձեզ չեն կարող որևիցե մեկը խոչընդոտի, միջամտի ձեր էքսպանսիոնիստական քաղաքականություն վարի ձեր հանդեպ։ Իրականում դա է, բայց իրականում դրա արդյունքում, երբ որ դու քո հույսը դրել ես Միացյալ Նահանգների պես հեգեմոն գերտերության վրա, ելնելով այդ տրամաբանության շղթայում, ուրեմն իրենք ասում են, որ մենք էլ պետք է օգտվենք ձեր բարիկներից։ Այսինքն փոխշահավետ սա համագործակցություն է, քո ընդերքը, քո բարիկները, քո ռեսուրսները, դրա դիմաց ես օրինակ չթույլ չեմ տա, որովհետեւ օրինակ Սյունիքը կտրել եւ իրենց առավելապաշտական նկարդումներ իրականացնել։ Այսինքն ուղիղ կապը հաստատել Նախիջևանի հետ, օրինակ։ Հիմա այդ խնդիրն է դրված, եթե դուք հարցը այդպես եք տալիս, ուղիղ պատասխանը դա է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։